Ոտնկայից ծափահարությունների միջանցքից լսվող սրբազան վանկարկումների ուղեկցությամբ է Շիրակի թեմի առաջնորդը վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճ մտնում։ Հոկտեմբերին բանտարկվելուց հետո սրբազանը առաջին անգամ է տեսախցիկների առաջ ակնհայտնի արել է երկարած մորուքն ավելի է սպիտակել։ Ոչնչից չի բողոքում սրբազանը։ Միջդատավորները դահլիճ կմտնեն վեհապարին նոր ընտրություններ պահանջող, նաև իր կողմից տիրադավ հռչակված եպիսկոպոսների փրկության ուղին է մեկնում Շիրակի թեմի առաջնորդը։ Եթե Պետրոսի նման դառնորեն լացեն վերադառնան, Վերաքննիչ բողոքով առաջին ատյանի վճռի բեկանումն են պահանջում սրբազանի փաստաբանները, ըստ նրանց պետք է հռչակվի Միքայել Սրբազանի անմեղությունը։ Դատախազությունն էլ իր հերթին է բողոքարկել սրբազանին 2 տարով բանտարկելու վճիռը։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը 2.5 տարի ազատազրկում է պահանջում սրբազանի համար։ Դատախազների բացակայության պատճառով տապալվում է գործի քննությունը։ Ըստ նախագահող դատավորի դատախազները հայտնել են, թե պատշաճ ծանուցված չեն եղել։ Միջդատարանի միջանցքից սրբազան վանկարկումներն են լսվում, նիստը նախագահողը սրբազանից հետաքրքրվում է, թե ինչ դիրքորոշում ունի նիստը հետաձգելու վերաբերյալ։ Պարոն Աջափարյան, տարբերվող դիրքորոշում ունեք։ Ներողություն, հարգելի դատարան, մի խնդրանք դատարանին, տեսեք, բոլոր դեպքերում ձեզ համար հասկանում եմ, քրեական դատավարության ազգի իմաստով գործում եք մեղադրյալի հետ, բայց հաշվի առեք, որ arczepiskopos-ը ձեր առջև նստած, դուք խնդրում եմ հնարավորության դեպքում դիմել նաև հոգևորական այդ պատշաճ դիմելաձև։ Սրբազանը դեմ չէ նիստը հետաձգելուն, հունվարի 13-ին է շարունակվելու քննությունը։ Arczepiskopos-ի փաստաբանները համոզված են, իրենց բողոքի հիմքերը ծանրակշիռ են։ Եթե վերաքննիչը արդար դատաքննություն անի, կբեկանվի Արմինե Մելիքսեթյանի վճիռը, գործը 0-ից կքննվի Շիրակի մարզի դատարանում։ Ապրեն գյումրեցիները։ Քննիչ դատարանն էլ այլ հնար չունի օրենքի իմաստով, քան բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչ է տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չեթան ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր ավարության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Ըստ Երեմ Սարգսյանի սրբազանին բանտարկած Մելիքսեթյանի նախագահության դատավարության ընթացքում նաև ապացույցների ուսումնասիրությունն է սխալ ընթացել։ Դա էլ է վճռի բեկանման պատճառ։ Եթե ապացույց կա, որ դատարանը չի հետազոտվել, դրա հիման վրա դատական ակտ ցանկացած տեսակի չի կարող կայացվել։ Հետևաբար վերաքննիչի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտ ուղարկի նոր քննություն։ Փաստաբանները նաև հայտնում են երեքշաբթի սրբազանը Իզմիլյան բժշկական կենտրոն կթեղափոխվի վիրահատության։ Ալբերտ Սերոպյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Այլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։